Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից ավելի վաղ դուրս եկած պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը վարչապետի պաշտոնում առաջարկել են Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի թեկնածությունը, ինչպես նաև բանակցություններ սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ։ Էդմոն Մարուքյանը համաձայնել է, նա այս գործընթացը համարում է պատմական։ Հայաստանում ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ ենթարկելու երկու նախաձեռնություն է առաջ քաշել։ Ապրիլին ընդդիմադիր գործիչներ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը իմպիչմենտ անցկացնելու կոչով դիմել էին խորհրդարանի պատգամավորներին։ Ընդդիմադիր պատիվ ունեմ դաշինքը պատրաստակամություն էր հայտնել աջակցել այս նախաձեռնությանը, մինչդեռ Հայաստան դաշինքը կասկածի տակ էր դրել նախաձեռնության հեղինակների անկեղծությունն ու Փաշինյանին հեռացնելու համար նախփողոցային ճնշումների կոչեր արել։ Armenia Today-ի նկարահանող խումբը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչպես են գնահատում այս նախաձեռնությունը, կողմ են թե դեմ եւ ով է նրանց համար ցանկալի վարչապետի թեկնածուն։ Ահավոր, ոնց կարելի է այսքան ահավորից ահավոր։ Մի խոսքով անդունդի մեջ ենք, դուրս գալու ելք չկա։ Ոչ դա չէ։ Իսկ ինչ կարծիք ունեք։ Վատ։ Ինչու։ Որովհետև ես չեմ արվում Մարուքյանին։ Չէ, հալատին ան։ Կարող է լինի, կարող չլինի, չգիտենք, կերևա։ Ժամանակը կերևա։ Իսկ դուք կքվեարկեք նրա օգտին։ Չգիտեմ, հələ չեմ որոշել։ Չգիտեմ, ես դրած չեմ ծնած։ Չէ, լուրջ չեմ վերաբերվում։ Ինչով։ Չգիտեմ, լուրջ չեմ վերաբերվում։ Չեք քվեարկի նրա օգտին։ Չէ։ Нет։ Լավ վարչապետ չի լինի։ Չէ։ Չեք քվեարկի նրա օգտին։ Ոչ։ Իսկ չունեք նախընտրելի թեկնածու։ Հələ թող լինեն, որ նորից ընտրեն։ Այսօր եմ Ռուսաստանից եկել, ես ոչ մի բան չեմ իմանում։ Դիտաղելի է։ Ինչու։ Չգիտեմ, նա որպես քաղաքական գործիչ մի քանի անգամ աշտին տապալվել է։ Ով ինչ ձևի կլինի, դա էլ չեմ իմանում։ Հենց որ գնում են հասնում են գահի մոտ, հարազատ չի գնում։ Դուք Էդմոն Մարուքյանի օգտին կքվեարկեք։ Ես ընդհանուր առմամբ արդեն չեմ գնում։ Ոչ, տեղյակ չեմ։ Ինչ կարծիք ունեք։ Չեմ կարող ոչ մի բան ասել, ես իմ չգիտեմ, բոլոր ինչպես միշտ հույսերներս բանա լինում խապ, այսինքն որ ուզում ես լավ լինի, արդեն ստացվում ընտրվում են ու Իսկ դուք նրա օգտին կքվեարկեք։ չգիտեմ, ես հիմա ոչ մեկի օգտին չեմ քվեարկի։ Չեմ կարող ասեմ անկեղծ ասած, քաղաքականությունով էլ քիչ եմ հետաքրքրվում, անկեղծ ասած։ Առայժմս ոչինչ չգիտեմ։ Կարող է Էդմոն Մարուքյանը լավ վարչապետ լինել։ Չեմ կարող ասել։ Նրա օգտին դուք քվեարկեք։ Կմտածեմ։ Կարծացել եմ։ Ինչ կասեք այդ մասը։ Ճիշտ ասած, հետողությամբ այդքան չեմ խորացել, որովհետև չեմ կարծում դա այդքան է ռեալ բան է։ Նրա օգտին չեք քվեարկի։ Նայած ինչ ծրագիր կներկայացնի։ Հա, լսել եմ։ Ինչ կարծիք ունեք։ Շատ բացասական։ Ինչու։ Դա իմ կարծիքն է։ Նրա օգտին չեք քվեարկի։ Չէ։ Իսկ ունեք նախընտրելի վարչապետի թեկնածու։ Նիկոլ Փաշինյան։ Արդեն թեման կորզել է հանրացել։ Ինձ նման բաները չի հետաքրքրում։ Փաշինյանի Եթե ամեն անգամ ես ծերից նա թռնում, չէ, ինձ вообще հետաքրքիր չի։ Էդմոնը նորմալ մարդն է, ժամանակին նորմալ իրան պարկես կպահել։ Ես կարծում եմ, որ ինքը այն մարդը չի։ Իսկ ունեք վարչապետի նախընտրելի թեկնածու։ Ոչ, չունեմ։ Այս վարչապետը որ կա նորմալ է։ Հա։ Ինչ կասեք։ Ոչ մի բան առանձնապես։ Ինչ կարծիք ունեք։ Իրանը մարել է։ Հին աբլի ինչեր այդ խոսքը։ Մի խոսքով չարժի։ Տեղյակ չէ, Մարուքյանն ով է։ Էդմոն Մարուքյանը նախկին հատուկ հանձնարարություններով դեսպան է։ Հա, Չեք քվեարկի նրա օգտին։ այնով որ ես նրա օգտունը կլիատ։